Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ցորենի արժեշղթայի ուսումնասիրության արդյունքները եւ ցորենի արտադրության խթանման հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին քարտեզագրել ցորենի մշակման համար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ եւ ներկայացնել քննարկման։ Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպան Խալի Շիրմողլին շեփազրույցում անդրադարձել է թրիփի կառուցման վերաբերյալ, Իրանի դիրքորոշմանը հավելելով, որ այս ֆորմատով հայրենական հարաբերությունների օրակարգային հարցերը պետք է լինեն եւ դրանք են այս նախագծից այդ եկող ռիսկերի կառավարումը եւ հնարավոր մարտահրավերների վերացումը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով 3 անձ, այդ թվում Ծառուկյանը, կալանավորված են։ Նրա գլխավորությամբ մի շարք անձին 2022-ից 2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստում ուժը կորցած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված падգամավորի տեխնացուների կողմից կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված թվով 106 տեխնացուների գրանցումները։ ԱՄՆ զինված ուժերը լայնածավալ հարվածներ են հասցրել Իրանի հարավային շրջաններին ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա իրականացված հարձակումների։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան եւ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը Ռուսաստանի հավաքականին եւ ռուսական ակումբներին չեն նախատեսում թույլ տալ մասնակցել միջազգային մրցաշարերին։ Ըստ աղբյուրի հիմնական պատճառը կապված է հանգամանքի հետ, որ բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ կարող են բոյկոտել ռուսական թիմերի մասնակցությամբ հանդիպումները։